Գալիկ Կարնե Մանգասարյան, պարոն նախագահ, հարցս կարող է թվալ, որ ներքին տնտեսական իրավիճակին է վերաբերում, բայց քանի որ ատոմային էներգետիկան նաև այս պահին աշխարհում նաև աշխարհաքաղաքականություն է որոշում, ուզում եմ այս փուլում այս հարցը տալ, ինչպես գիտենք, կառավարությունը մտադիր է Հայաստանում, այսպես ամերիկյան այդ ատոմային մոդուլային կայանների տեղադրում սկսել, փորձագետներն ասում են, որ դա անգամ Միացյալ Նահանգներում դեռ չի գործում եւ շատ խնդրահարույց է, դուք ինչպես եք գնահատում այս իշխանությունների մտադրությունը, որտեղ պատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց։ Երբ ես ընտրվել եմ նախագահ, Հայաստանի Հանրապետությունը ուներ պարտավորություն ատոմակայանի փակման հետ կապված Եվրոմիության հետ։ EBRD-ի հետ մի վարկ էր ստորագրվել ժամանակին, որի պայմաններից մեկը, ասենց գումար են տալիս Ռազդանի Փշեկի 5-րդ բլոկը կառուցելու համար եւ դրա դիմաց պետք է փակվեր ատոմակայանը։ Բավական ծանր բանակցություններ վարեցի մոտ 1-1.5 տարի եւ հրաժարվեցինք։ Նույնիսկ այն ժամանակ կոնսերվացիա ենք ենթարկել շինարարությունը 5-րդ բլոկի, ասել եմ այդ վարկի շարունակությունը մեզ պետք չի, կոնսերվացրել ենք այդ ծրագիրը, հետո Գազպրոմի միջոցով ավարտին հասցրել։ Ատոմակայան, այո, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան։ Հիմա խոսում են այդ ատոմակայանի, ինչ որ նոր ատոմակայանի կառուցման մասին։ Ես առնվազն վերջին մի 20 տարին հալսում եմ այդ խոսակցությունները։ Խոսում են մոդուլային, չէ, մոդուլային ինչ որ ատոմակայանների մասին։ Բացի Ռուսաստանից աշխարհում ոչ մի երկիր այսօր չունի մոդուլային աշխատող ատոմակայան։ Ուղղակի չկա։ Երբ որ sense խելուն դեմքով ինչ որ ասում են փնտրում ենք, չգիտեմ ուր են գնում, Կանադա, Արգենտինա եւ այլ, ժողովուրդ ջան, չկա, այսօր չկա։ Կարող է 5 տարի հետո լինի, կարող։ Կա մի հատ ավելի էքսպերիմենտալ մի փոքր կայան Չինաստանում։ Այդ սա խոսակցությունները, ասես ասենք, թոս փչելու, ինչ որ անտուրաժ ստեղծելու, տպավորություն ստեղծելու մասին է, որ խոշոր, երկարատև, ասենց պրոյեկտների մասին եք մտածում Հայաստանի ապագան, պայծառը, դիվերսիֆիկացված եւ այլն։ Այսօր չկա։ Պարապ խոսակցություն է։ Միայն կրկնեմ, մոդուլային աշխատող կայան լիցենզավորված ունի Ռուսաստանը։ Ենթադրում եմ, որ այո, սա է նպատակը, Թուրքիան երկար տարիներ, նաև իմ նախագահության ժամանակ միշտ այդ թեման օրակարգում պահում էր, ատոմակայանի փակման թեման։ Եվ չեմ բացառում, որ սա նաև հերթական այսպես պահանջի կատարմանը ուղղված քայլ է կամ ցուցադրելու, որ մենք ինչ որ բան անում ենք այդ ուղղությամբ։ Հաջորդ հարցը արտաքին քաղաքական, ընտրեմ առաջ